Ողջույն, ձեր հետ ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն է եւ Easy Urology-ն վերադառնում է։ Հենց առաջինը կխոսենք ցիստիտի մասին։ Շատ վիդեոներ կա այս ալիքում ցիստիտի մասին, բայց սա մի թեմա է, որի մասին ես կուզեմ անընդհատ խոսենք։ Ցիստիտը մի հիվանդություն է, որի ժամանակ բորբոքված է մեր միզապարկը։ Ինքը շատ 8 անգամ ավելի շատ հանդիպում է կանանց մոտ, հենց հստակ 8 անգամ ավելի շատ։ Տարեկան մոտ 150 միլիոն մարդ գոնե մեկ անգամ ունենում է ցիստիտի էպիզոդ կամ քրոնիկ ցիստիտի սրացում է ունենում կամ հենց առաջնային ցիստիտ։ Կանանց կեսը կյանքի ընթացքում գոնե ունենում է ցիստիտի մեկ էպիզոդ, իսկ մինչև 24 տարեկան լրացած կանանց 1/3-ը հանդիպում է ցիստիտին, այսինքն ինքը շատ համատարած խնդիր է։ Միզապարկի բորբոքումը ինքնին տհաճ երևույթ է։ Տհաճ երևույթ թե իր սիմպտոմներով, թե իր դիագնոստիկ հնարավորություններով։ Առաջին հերթին եկեք հասկանանք, երբ ենք մենք սկսում կասկածել ցիստիտ։ Առաջին սիմպտոմները դա հաճախամիզությունն է, ցավը միզարձակման ժամանակ, միզելուց հետո նորից միզելու ցանկության առաջացումն է, արյան հետքերը մեզի մեջ, նույնիսկ կտոր այսպես լյարդացած արոնա դուրս գալիս եւ ավելի ծանր դեպքերում դա ջերմության բարձրացում եւ մնացած այլ խնդիրներ, որոնք բարդացնում են իրավիճակը։ Ինքնին սա հենց բակտերիալ ցիստիտի առաջնային սիմպտոմներն են։ Բակտերիալ ցիստիտը հանդիպելու պարագայում պետք է առաջին հերթին դիմել բժիշկ ուրոլոգի, որ անցնել հետազոտություններ։ Դիագնոստիկան ինչ հետազոտություններ է պետք անցնել։ Առաջին հերթին մենք անում ենք մեզի ընդհանուր քննություն։ Ընդհանրապես Եվրոպայի ուրոլոգիական ասոցիացիան ասում է պետք է նայել կռեսլոյի վրա, շղթել գինեկոլոգիական խնդիրները եւ սկսել հենց բուն բակտերիալ ցիստիտի բուժումը երկու խումբ հակաբակտերիալ պրեպարատներով, անունները չտամ, որ ինքնաբուժությամբ չզբաղվեք։ Բայց քանի որ մենք Հայաստանում մի քիչ ավելի լայտ դիագնոստիկ հնարավորություն ունենք, հերթերը շատ չի, մենք կարող ենք կատարենք մեզի ընդհանուր քննություն ու հայտնաբերենք որոշակի փոփոխություններ։ Առաջինը, որ մեզ տալիս է ենթադրել մենք ունենք ցիստիտ, դա բարձր քանակի լեյկոցիտներն են, այսինքն մենք մեզում ունենք լեյկոցիտներ ու դրա հետ կապված որոշակի փոփոխություններ կարող ունենանք։ Արյուն, միկրոհեմատուրիա կարող մեզի մեջ ունենանք, միկրոալբումինուրիա կարող ունենանք մեզի մեջ, մեզը հիմնականում այնտեղ գույնը նշվում է պղտոր, հեմորրագիկ ցիստիտի պարագայում նշվում է նաև արյան հետքերով։ Դիագնոստիկ առաջինը կատարեցինք մեզի ընդհանուր քննությունը։ Երկրորդը կատարում ենք սոնոգրաֆիկ հետազոտություն։ Սոնոգրաֆիան ինքնին ցիստիտի ախտորոշման նպատակով չի։ Հա, մենք կարող ենք տեսնենք միզապարկի պատերի հաստացում, բայց դա եւս մեկ անգամ հաստատելու է այն, որ մենք գործ ունենք ցիստիտի հետ։ Այստեղ կարևորը ուրիշ հիվանդությունների շղթումն է։ Այսինքն, եթե մենք ունենք արյունամիզություն օրինակ կամ ուժեղ ցավ միզապարկի շրջանում, պետք է շղթել օրինակ միզաքարային հիվանդությունը կամ արյան դեպքում միզապարկի ուռուցքային հիվանդությունները։ Լավ, այդ հիվանդություններից առանձին խոսենք։ Հիմա եկեք շարունակենք խոսել ցիստիտի մասին։ Ախտորոշումը կատարեցինք, արեցինք մեզի ընդհանուր քննություն, արեցինք սոնոգրաֆիա, ուրիշ հիվանդություններ չկա։ Ինչ պետք է անենք։ Անցնում ենք բուժումների, հակաբակտերիալ բուժումների։ Այստեղ կասեք, բա մեզի ցանքսը Եվրոպայի ուրոլոգիայի ասոցիացիան ընդհանրապես առաջին ցիստիտի էպիզոդի ժամանակ չի պնդում, որպեսզի մենք կատարենք մեզի ցանքս, բայց երկրորդ, երրորդ եւ արդեն քրոնիկ դեպքերում մենք կատարում ենք մեզի ցանքս, ընտրում բակտերիային, գտնում բակտերիային ու սպանում բակտերիային այն անտիբիոտիկներով, որի հանդեպ զգայունություն կա։ Առաջին երկու խումբ անտիբիոտիկները կիրառելուց հետո մենք ունենք 3-րդ, 4-րդ գծի անտիբիոտիկներ, որոնք բժշկի նշանակմամբ պացիենտը պետք է ստանա, նույնիսկ եթե գանգատներն անցնեն, իսկ ցիստիտի պարագայում հիմնականում հենց առաջի անտիբիոտիկ ընդունելուց հետո հիվանդի մոտ գանգատները իսպառ վերանում են, մարդիկ պետք է շարունակեն ընդունել այն մինչև վերջ։ Բան նորմալ հետաքրքիր է, չէ՞։ Շարունակենք։ Հիմնական մեղավորը նմանատիպ ցիստիտների բականալիզով աղիքային ցուպիկն է, մոտ 80% դեպքերում։ Պետք է զբաղվենք իր էլիմինացիայով։ Այստեղ կհայտնվի նկար, որտեղ մենք կտեսնենք, որ աղիքային ցուպիկը ունի չանչեր։ Աղիքային ցուպիկը իր չանչերով կպնում է միզապարկի պատերին ու մեզ պետք է լինում միզապարկի պատը հարթեցնել ու այդ չանչապատ կոպիտ ասած բակտերիային հանել մեր օրգանիզմից դուրս։ Ինչ բուժումներ են կիրառում, բացի այն, որ մենք անտիբիոտիկներ ենք կիրառում են որոշակի պրեպարատներ, որոնք հարթեցնում են միզապարկի պատը։ Դա օրինակ օմուցունինն է կամ դեմանոզայի կամ գլուկվայի պրեպարատներն են։ Ցիստիտի բուժման երկու նաև կարևորագույն թեմա եմ ուզում առաջ քաշեմ ստեղ, դա առաջին հերթին հետանցքի հիգիենան է։ Աղիքային ցուպիկը օդից չի հայտնվում ձեր միզուղիներում, հիմնական պատճառը դա հետանցքն է։ Եթե 1-2 անգամ ունեցել եք ցիստիտ, անպայման դիմեք բժիշկ պրոկտոլոգի, որովհետև եթե կա հեմառոյ, եթե կա աղիքի ճակ, եթե նորմալ չեք հետևում հետանցքի հիգիենային, իսկ նորմալ հետևելը դա լվանալն է դեֆեկացիայից հետո, ապա մենք կարող ունենանք կրկնվող ցիստիտի էպիզոդներ։ Պրոկտոլոգը եթե տեսավ հեմառոյ կամ աղիքի ճակ, սկսում է
դրանով զբաղվել։ Երկրորդը դա նորմալ ջրային բալանսն է։ Ձեր ամեն կիլոգրամ քաշին դուք պետք է 30 մլ ջուր խմեք։ Այդ պարագայում մենք կարողանանք ամբողջովին միզապարկը սանացիա անել։ Երկար մեզը պահել չի կարելի, սա նույնպես։ Եթե նույնիսկ դուք միզելու ցանկություն չունեք, տայմեր ունեցեք 2 ժամը 1 բավարար ջուր եթե օգտագործել եք, միզ արձակեք, որովհետև ցիստիտի բուժման ֆոնին մեզ պետք չի, որպեսզի բակտերիալ աճը միզապարկում շատ ավելի ուժեղ լինի։ Պլյուս շատ խմած ջուրը ինքը քչացնում է աղերի քանակը մեզի մեջ, ավելի ռազբավլինի ոնց կլինի ավելի նոսր է սարքում մեզը, ավելի քիչ նյութեր են պարունակում, ավելի քիչ են գրգռում միզապարկը։ Նաև մեզ պետք է գան հակաբորբոքային դեղեր, ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղեր, ոչ ստերոիդային հակաբորբոքային ռեկտալ մոմիկներ, որոնք նույնպես կօգնեն հաղթահարել ցիստիտը։ Քրոնիկ ցիստիտի մասին մենք առանձին խոսանք, այնտեղ ինքնաբուժությունից խոսանք, որը Եվրոպայի ուրոլոգների ասոցիացիան նույնիսկ ունի այդպես առանձին հատված, երբ որ մարդկանց սովորեցնում ենք ինքնաբուժվել էպիզոդներում, սովորեցնենք ոնց հաղթահարել այդ ամենը։ Բայց հիմա ստե խոսում ենք սրացումներից։ Այսինքն ինչ ենք անում սրացման ժամանակ։ Դիմում ենք ուրոլոգի, մեզ ընդհանուր քննություն, սոնոգրաֆիա, մեզի ցանց։ Սկսում ենք էմպիրիկ բուժում առանց ցանցին սպասելու առաջի 2 խումբ անտիբիոտիկները նշանակելով։ Կիրառում ենք դեմանոզայի գլուկվայի պրեպարատներ, OM89 պրեպարատը, խմում ենք բավարար ջուր, լվանում ենք հետանցքը։ Ու ստեղ ամենակարևորը չենք ուտում կծու, թթու, կաթնային ուտելիքներ, որոնք կարող են մեզը ավելի խիտ վիճակում գտնվելու պարագայում շատ նյութերով գրգռել մեր միզապարկը։ Ցիստիտները չկրկնվելու պարագայում մենք պետք է խուսափենք սառուցումներից, որոնք իջեցնում են տեղային իմունիտետը, իսկ արդեն դեռ չվերացած աղիքային ցուպիկը կարող է նորից առաջացնի բորբոքման էպիզոդ, ու ամենակարևորը, այս պարագաներում ինքնաբուժությամբ չենք զբաղվում, որովհետև ինքնաբուժությունը 90% դեպքերում բերում է հիվանդության քրոնիզացիայի, իսկ այն դեղերը հանրահայտ, որ կան օգտագործվում են ցիստիտի համար, իրենք հիմնականում շատ ծանր անտիբիոտիկներ են, ինքնագորույն կիրառումը կարող բերի լուրջ խնդիրների։ Ձեր սիրելի բժիշկ Դավիթ Տոնոյանն էր, եթե հարցեր կան, կոմենտներում գրեք, մենք նաև հարց ու պատասխանի հնարավորություններ կունենանք։ Այսքանը, պակա։